Լրագրող Արուս Տիգրանյանը մշտապես աչքի է ընկնում բավականին սուր հրապարակումներով։ Նրա հերթական հրապարակումը նույնպես խոսակցությունների մեծ ալիք էր բարձրացրել։ Բանն այն է, որ լրագրողը ինստագրամյան իր էջում հրապարակել էր հոլովակ, որտեղ նշում էր, որ եթե կինն իմանում է, որ հղի է, ապա պարտադիր չէ, որ բլոգեր դառնա։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում կային բազմաթիվ գրառումներ, որոնք մեղադրում էին Արուսին նման հրապարակման համար, նշելով, որ ինքն էլ մայր լինելով հանդերձ չի կարող թերագնահատել մյուս մայրիկներին ու նրանց կատարած աշխատանքը։ Ի դեպ, շատ էին մեկնաբանություններն այն մասին, որ Արուսի գրառումն ուղղված է երիտասարդ բլոգեր Մաշկ Հարամյանին, ով ինչպես հայտնի է բոլորովին վերջերս է մայրացել, բայց արդեն հասցրել է ինստագրամյան իր էջում բազմաթիվ հոլովակներ ու լուսանկարներ հրապարակել նորածին որդու մասնակցությամբ։ Լրագրողը նույնպես անդրադարձել էր այդ մեկնաբանություններին ու նշել. «Սիրելի հետևորդներ, էս զուտ հումոր ա, իհարկե բոլորը ազատ են անել են, ինչ ուզում են, ու ոչ մի կոնկրետ մարդու մասին չի»։ Լրագրող Արուս Տիգրանյանը հյուրընկալվել էր Քնարիկ Զաքարյանի «Սրտի տանիքներով» հաղորդաշարին և խոսել մի քանի թեմաների մասին։ Star News-ը ներկայացնում է կարևոր հատվածները։ Անդրադառնալով իր բնավորությանն ու թույլ կողմերին, Արուս Տիգրանյանը նշել էր. «Ես չեմ կարողանում շփվել այն մայրիկների հետ, ովքեր ինքնազոհության մեջ են ապրում, ովքեր իդեալականացված մամայության դերն են խաղում, որովհետև ես գիտեմ, որ շատ մարդկային է հոգնելը, շատ մարդկային է չուզել երեխայի հետ խաղալը, ու երբ մարդիկ ներկայացնում են, որ դա այդպես չէ, ես չեմ կարող այդ մարդու հետ շփվել, ես սիրում եմ, որ մարդիկ անկեղծ են իրենց թուլությունների հետ։ Վերջին շրջանում որքան ապրում եմ, զգում եմ, որ աշխարհում չկա աններելի բան։ Երբ դու սկսում ես քո անդուր պահերը նկատել, քո աչքին էլ մարդիկ այդքան վատը չեն երևում, իսկ եթե անընդհատ նկատում ես դիմացինի այս կամ այն արարքը, նշանակում է դու ինքդ քո հետ այդքան էլ հաշտ չես։ Դրա համար ուրիշների բաց թողումներն այդքան մեծ են երևում քո աչքին»։ Լրագրողը նաև պատմել էր, որ հղի կարգավիճակում վթարի մեջ է հայտնվել ու այդ մասին որոշ մանրամասներ էր հայտնել։ «Երբ առաջին անգամ մեքենաս խփեցի, վախս անցավ, չեմ տեսել դա ոնց է եղել, ես ձախ էի նայում, աչս ուշադիր չեմ եղել ու մինչև հիմա չգիտեմ ես եմ մեղավոր եղել, թե այն մյուս վարորդը։ Ինքը ասեց, որ ես եմ խփել, ես էլ քանի որ նոր վարորդ էի ու տղամարդ էր ինքը, մտածեցի, որ ինձ ոչ մեկ չի հավատա ու հղի էի», նշել էր Արուսը։ Մեմ ասել շնորհակալություն Հարութին այս հրաշալի ծննդյան նվերի համար։ Չեմ պատկերացնում, ուրիշ ինչ նվեր կարող է լինել, որ սրանից թույն էր։ Մեր համարյա վերջին օրն է Եվրոպայում, վաղը գալու ենք Երևան և այսօր եկել ենք Կարլովի Վարի, որը փոքրիկ քաղաքիկ է հանգստյան գոտի Չեխիայում, անմահական տեսարաններով, հեսա մի քանի բան կնկարեմ, բայց այսօր որոշեցի, որ ավելի շատ սենց կհանգստանամ, որովհետև շատ ակտիվ էին վերջին օրերը ու շատ վիդեոներ չեմ անի, բայց անպայման հեսա ցույց կտամ աշունը ինչ անմահական է, չեմ պատկերացնում ավելի գեղեցիկ աշուն, ոնց կարա լինի երբևէ որևէ տեղում։ Չէ հար։ Ուրեմն այս Կարլովի Վարին հայտնի է որպես բնական գեյզերների կետ, այստեղ մարդիկ գալիս են հանքային ջրեր են խմում, Հարութը լիքը խմեց տաք ջուր և տեսեք ես այստեղից սենց գոլորշին դուրս է գալիս, ինքը տենց առողջարանային վայր է, մի խոսքով շատ սիրուն ու շատ հետաքրքիր։ Սիրելի ֆոլովերներ, իհարկե մեր հոնդուրերի ամբողջ կոնտենտը ես նկարում եմ YouTube-ի վլոգերի համար, բայց սա ուղղակի չէի կարող ձեզ ցույց չտալ։ Ուրեմն մենք եկանք Նեապոլ և ուշադրություն մեր հյուրանոցի կայֆը։ Պարկում ես վաննայի մեջ, որը ի դեպ տեղակայված է հենց սենյակում, և նայում ես այս հրաշալի վյուին, ուշադրություն։ Տադամ։ Կամ ոչ թե դու ես նայում, այլ քեզ են նայում այստեղ աշխատողները։ Ընտրությունը ձերն է, համեցեք։ Սիրելի ֆոլովերներ, սեյվ արեք ձեր համար այս տեղը, եթե պատրաստում եք գալ Նեապոլ, մանրամասները վլոգում։ Իսկ մենք այժմ այսպես սիրուն հրապարակի մոտ ենք, մի քիչ կզբոսնենք, կգնանք
ծովի մոտ եւ տեսեք հոկտեմբերին այդտեղ ինչ հով եղանակ է Կարճաթևին։ Սիրելի ֆոլովերներ, ինչն է ինձ դուր գալիս Վարշավայում եղանակը կոտրելի Կարճաթևին, այո։ Իդեպ գնահատեք իմ այս շքեղ վզնոցը, որը ես գնել եմ Գալյանի խանութից Man in Town։ Տղամարդու է, բայց տղամարդու չէ, էլի, համ տղամարդու, համ կնոջ։ Մի խոսքով այստեղ կարող եմ թողնեմ գնացեք առեք, շատ լավն է։ Ու էլի լիքը թույն փախած բաներ կան։ Մի հատ տեսեք իմ դրախտն է, սիրելի ֆոլովերներ, այս բոլոր մոմերը տարբեր հոտերով են։ Ու սաղ նատուրալ։ Հայաստան ոնց է ինձ դուր եկե, բայց ավելի շատ գիտեք ինչն է դուրս եկե, այս բանկաներ ասեք, իդեալական տիրամիսուի բանկա է։ Շատ լավը չի, սենց չափը բան։ Սիրելի ֆոլովերներ, գիտեք, որ ես սիրում եմ բոլոր քաղաքների մետրոները տեսնել եւ հիացած եմ Վարշավայի մետրոյով։ Մի հատ տեսեք ինչ մաքուր, ակուրատնի, սիրուն լույսերով, դիզայն արած, դուզեց։ Դա իմ չափ մոտիկ արի։ Ահա, քո չափ մի վարկյան։ Չէ, մի վարկյան։ Սիջա։ Ես չեմ կարող նկարագրել, թե ինչքան է ինձ դուր եկել Հելսինկին, այնքան սիրուն քաղաք է, ու այնքան մի տեսակ սենց նոր քաղաք է, այնքան ապագայի քաղաք է, վերջն է։ Շարունակվում է հետաքրքիր սուպերմարկետներ էջը, տեսեք, այստեղ սուպերմարկետում կա լվացվելու տեղ, բայց բացի դրանից այստեղ կարող ես պլաստիկ շիշը դնել, ուղարկել վերամշակման եւ ստանալ 20 ցենտ, որի ես արել կարող եք շնորհակալ սիրելի ֆոլովերներ։ Բռնվել ծրտակը։ Անշնոր։ Լսրան նայեք։ Կանգնել եմ արդյոք ծրտակը։ Ուսը զուքարանի հերթ է կանգնել։ Սիրելի ֆոլովերներ, իսկ դու գիտեիք, որ տուրիստների ընդամենը 20%-ն է տեսնում Հելսինկին այսպես արևով եւ մենք այդ հաջողակների շարքում ենք։ Իսկ այժմ մենք գնում ենք նստելու կյանքում առաջին անգամ հայտնի այդ հոփան հոփով ավտոբուսները եւ հետաքրքիր փորձառություն կլինի մեր կյանքում, սթորիներ կանեմ անպայման, իսկ մենք շարունակում ենք վայելել Ֆինլանդիա։ Այս հայտնի ավտոբուսներն ենք նստելու, սիրելի ֆոլովերներ, սրանց կենտրոնական հրապարակից։ Սիրելի ֆոլովերներ, կարճ ասեմ իմ կարծիքը կարմիր ավտոբուսի մասին, տուրիստական, իրական շատ հարմար բան է, ես միշտ մտածում եմ, որ այդ անհավես եւ ալարկոտ տուրիստների համար է, բայց վճարեցինք 25 եվրոական ամեն մեկս եւ պտտվեցինք ժամ ու կես քաղաքում, ինքը գնում է ամենա այդ տուրիստական կետերը հետաքրքիր, դու աուդիո ռուսերենով լսում ես այդ կետերի մասին եւ որ ամենալավն է, Տոմսը գործում է 2 օր եւ դու կարող ես քո ուզած տեղում իջնել, ֆռֆռալ, հետո հաջորդը նստել եւ էլի շարունակել քո ընթացքը։ Շատ հարմար է, հատկապես եթե դուք մեծ քաղաքում եք ու լիքը բան ունեք տեսնելու եւ չեք հասցնում։ Մի խոսքով ես շատ հավանեցի։ Հիմա մենք բոլորը տեսել ենք եւ հերթով գնում ենք այն բոլոր կետերը, որոնք մենք հավանել ենք ամենաշատը։ Սիրելի ֆոլովերներ, հաջորդ փախած եկեղեցին Ֆինլանդիայում սա է, գիտեք ինչի է փախած, որտեվ ինքը հենց ժայռի մեջ է, այսինքն բնությունը ստեղծել է ժայռը, իրենք առանց քանդել, ուղղակի դրա տակ քարանձավի մեջ սարքել են եկեղեցի։ Բան